Հայրջան, բարի օր։ Ուզում եմ մի փոքր խոսել այսպես կոչված խաղաղության մասին, որը փորձում են հում կտիտեղ կերակրել մեր խեղճ ժողովրդին։ Ուրեմն գնացել էի սահմանամերձ գյուղերից մեկը, որտեղ դպրոց է փակվելու, լսել էի, որ այնտեղ մարդիկ խուճապի մեջ են, ուզում են նույնիսկ թողեն, գնան իրենց ասածով ամենահարմար տեղը, որ գտել են, որ կարելի է գնալ Չարեն ցավաններ, փոխանակ իրանց երեխաներին տանեն այդքան ճանապարհ բերեն ամեն օր այդ տրասայի վրա, որը իրենց ձեռ չի տալիս։ Այսինքն հերթական սահմանամերձ գյուղը այս թրկահաճո իշխանությունների կողմից դատարկվում է։ Եվ որոշեցի այդ մարդկանց հետ շփվել, խոսել, տեսնել ինչ խնդիրներ կա եւ այլն։ Հիմնականում բողոքները հենց այդ մասին էր, բայց նաեւ եղավ այնպիսի զրույցներ, մասնավորապես մեկը պատմեմ, որը կապված է այս ընտրությունների, այդ ռեկլամ արվող խաղաղության եւ այլի հետ։ Մի տարիքով մարդ էր, որը ըստ իրեն 30 տարի է արդեն ապրում է այդ ուրեմն սահմանամերձ գյուղում։ Մասնավորապես ասեց, որ 96 թվականին մի այլ սահմանամերձ գյուղից, հարավային սահմանամերձ գյուղերից մեկից տեղափոխվել է հյուսիսային սահմանամերձ գյուղերից մեկը, հյուսիս-արևելյան։ Վերջը։ Այս մարդու հետ խոսացինք, ասեցի, բա ինչ կա, ինչ ես մտածում, այս ընտրությունների մասին ինչ ես կարծում, բա։ Ասում է, դե, գիտես ինչ կա։ Հաշվի եմ առնում նաև, հա, ճիշտ է, դժգոհություններ ունեմ, այս դպրոցի հետ կախված էլ ծորներ, արդեն ծորներ ուներ փաստորեն։ Ծորներից հետ կապված այս երեխեքը, այդ մատաղ երեխեքին տանել է ճամփեն, բերել ամեն օր եւ այլն, բայց ասում է, մի բան էլ կա է, ասում է, ախր խաղաղություն է։ Ասում եմ, լավ, արի, Հոբար ջան, արի խաղաղությունից խոսանք։ Եվ այնց է խաղաղությունը։ Դե ասում է, 23 թվից այս կողմ կրակոց չենք լսել։ Հա, ասում եմ, իսկ 23 թիվը միջև 30 տարի 96 թվից տեղ ես։ Երբ էր որ սկսվեց կրակոցները։ Դե ասում եմ, 20 թվին սկսեց։ Հա, 20 թվին սկսեց, հա։ Այսինքն 96 թվից միջև 2020 թիվը կրակոց չես լսել։ Չէ, ասում եմ, մեր կողմերը չեն կրակել։ Ասում եմ, այդ խաղաղություն չէր։ Ձեր կողմերի մասին է խոսքը գնում, Հոբար ջան։ Ձեր մոտ փաստորեն խաղաղությունը այդ 24 տարի որ կրակոց չի եղել, այդ խաղաղություն չէր։ Խաղաղությունը իսկ ասում եմ որ 20 թվից սկսեց, միջև երբ էր այդ։ Դե ասում եմ 20-ին էլ եղավ, իհարկե շատ եղավ, 21-ին էլ եղավ, 23-ին էլ եղավ։ 22-ին չի հիշեց եղել է թե չէ։ Ասում եմ փաստորեն 20 թվից սկսած միջև 23 թիվը անդադ եղել է ինչ որ կրակոցներ դու լսել, խաղաղություն չի եղել, ասում եմ չէ։ Իսկ միջև 2020 թիվը 96 թվից որ տեղափոխվել ես, որ կրակոց չի եղել, այդ խաղաղություն չէր։ Դե ասում եմ խաղաղություններ, հա, խաղաղություններ, ասում եմ, բայց դե զոհեր լինում էին, ասում եմ որտեղ։ Ասում եմ սահմանին, ասում եմ ինչքան զոհ ա եղել, գիտես։ Տեղյակ ես ինչքան զոհ ա եղել։ Ասում եմ չէ, բայց ամեն տարի էլ լինում էր զոհեր բան, ասում եմ, երբ վանից սկսեց դա։ Ասում եմ լավ չեմ հիշում, ասում եմ մինչև 14 թիվը կարող ա հիշես, շատ էլ լինում զոհեր, թե քիչ էր լինում։ Ասում եմ չէ, մինչև 14 թիվը ոնց որ քիչ էր լինում։ Ասում եմ 14 թվին, չէ, օգոստոսից սկսեց սրացումներ, ասում եմ հա։ Բայց ասում եմ ինչքան որ 14 թվից զոհվել է մինչև 18 թիվը, մինչև 20 թիվը։ 20 թվի զոհերի հետ համեմատելի է թե չէ։ Մի խոսքով, այդպես սիրտ-սրտի ես պապիկի հետ զրույց ենք անում։ Դե ես էլ եմ արդեն պապիկն ես չի որ պապիկը, ուղղակի ինքը ծորներ ունի, ես թորներ ունեմ։ Ու սենց սկսեց մտածել ես մարդը, ասում եմ, փաստորեն դու 24 տարի խաղաղ ապրել ես, չես գնահատել այդ խաղաղությունը։ Հիմա այն մարդը, որ պատերազմ ա բերել 3 պատերազմ, քո բացատով, պատմածով, 20, 21, 23։ Ինքը խաղաղություն ա բերել, որովհետև դու 23 թվականից այս կողմ, երբ որ մանավանդ ձեր մոտի դիրքերից շատ շատերը մեր տղեկին ծեծելով քշեցին հանեցին,
որովհետև խաղաղություն բերածը թույլ չէր տալիս մեր տղեկը, որպեսզի ինքնապաշտպանվեն թեկուզ, դու համարում ես դա խաղաղություն։ Եվ ինչ ես կարծում, մարդը, որ արդեն 3 պատերազմ է բերել, ընդամենը 6 տարում, 8 տարում լավ ասենք, այդ մարդուց դու իրոք ունես երաշխիք, որ խաղաղություն է բերել։ Մտածեց, այս մարդը ասեց, դե ինչ իմանամ, տենց են ասում։ Փաստորեն ասում եմ, դու տենց են ասում ես լսում, ոչ թե դու ինքդ քո իմացածին։ Ու ես մի օրինակ բերեցի իրան, պատմեցի անձնական կյանքից, ասեցի նայ, 90-ականներին հիշում եք, ռեկետ եւ այլն մարդիկ բիզնեսներ էին դնում, գալիս են ռեկետորներ, գումար են պահանջում պաշտպանության համար, մենք էլ չենք խուսափել տենց բանից։ Մի անգամ այդպես մեր դրած բիզնեսի վրա սկսեցին հարձակումներ, սպառնալիքներ եւ այլն, հայտնվեցին ընկերներ, որոնք որ ասեցին մենք կփորձենք պաշտպանել ուրեմն ձեզ այդ ուրեմն սպառնալիքներից եւ այլից։ Ես իհարկե չհավատացի այդ ընկերներին, բայց իմ ոնց որ ասած պարտներները հավատացին։ Ու այնպես ստացվեց, որ ես ձև արեցի, որ իբրև թե համաձայնվում եմ եւ այդ ընկերների միջնորդությամբ հանդիպում կազմակերպեցինք եւ այդ հանդիպման կազմակերպման ժամանակ 9 միլիմետրանոց ստվոլը հայտնվեց այդ հանդիպողի բերանի խոռոչում։ Մարդու բերանի խոռոչում, որ հայտնվում է 9 միլիմետրանոց ստվոլ, այդ մարդը միանգամից դառնում է ազնիվ մարդ եւ ինչ գիտի պատմում է։ Եվ այդ սրիկա, այսպես կոչված ռեկետորը պատմեց եւ ինչ ստացվեց։ Ստացվեց, որ իրան վարձել է որպես ռեկետոր այն ընկերը, որը եկել էր մեզ պաշտպանելու իրենից։ Չգիտեմ, հասկացաք պատմածիս իմաստը։ Այսինքն մի մարդ բերում է պատերազմ, սով, հազարավոր զոհեր եւ այլն, եւ հետո ձեզ ասում է խաղաղություն են բերել։ Նույնը կարող եմ ասել 90-ականներին այսօրվա իշխանությունների հոգևոր, գաղափարական եւ ինչ որտեղ արյունակցական իմ կարծիքով հայրերի օրինակը։ Բռնում ես ուրեմն ատոմակայանը անջատում ես, հոսանքա զրկում ես, հետո մարդկանց օրը մի ժամ հոսանք տալով իրենց դնում ես կախվածության մեջ եւ մարդիկ աղոթում են քո համար, որ դու օրը գոնե այդ մի ժամ հոսանքը իրեն տաս։ Իմ կյանքի փորձից ելնելով եմ ես եկել այս երազրահանգումներին։ Եվ ես զարմանում եմ, որ այդ տարիքի մարդիկ չի կարող պատահել, որ բոլորի հետ է այս ամենն, ես չի, ես հատուկ եմ ինչ-որ մեկից տարբերվում եմ, բոլորս տարիքով մարդիկ կյանքի ինչ-որ ընթացքում նման մի սիտուացիայի մեջով անցած կլինենք։ Լավ, միթե մենք մեր, թեկուզ մեր իսկ անցած փորձություններից չենք ուրեմն խրատվում։ Մեր իսկ գործած սխալներից, մեր անցած փորձություններից եւ հավատում ենք պապիկի ասած դե տենց են ասում։ Ուրեմն դու քո կյանքի փորձը, քո տեսածը, քո ամեն ինչը մի կողմ ես դնում, նայում ես թե ով է տենց ասում, իսկ ով է տենց ասում, այսօր ամբողջ մեդիան կառավարվում է։ Եվ այդ մեդիա դաշտում հիմնականում ֆինանսավորվում են այս կամ այն ուժի կողմից։ Ես չեմ ասում ինձ լսի։ Դու ինքդ քեզ լսի, դու մտածի, ինչ խաղաղության մասին է խոսում մի մարդ, որը ընդամենը վերջի իր գալուց ի վեր բերել է պատերազմ, մահ, արհավիրք, աղքատություն, հետո ինչ ասենք թե գյուղերից հավաքել է լիքը մի 20,000 ջահել բերել աշխատավարձը տվել, սեփական թիկնապահ աշխատացնում անունը դրել է գվարդիա, չգիտեմ, պարեկ, չգիտեմ ինչ։ Իրականում դա անձնական, դա ենիչերիների մի հատ բան է սարքում ինքը։ Նրանց մեջ ոստիկան կոչվելու իրավունք ունեն երևի մի 10%-ը։ Մնացածը բոլորը փողով աշխատում են եւ նրա բարեկամներն էլ, ասենք,
բան են անում, որ հա էլի իրանց աստվածն է, իրանց տղուն հանե տարի ջիպա դրե տակը ու քաղաքում ասում է ում ուզում ես բռնի։ Իմ ասածներին բռնի, հետո էլ դու ում ուզես ինչ ուզում ես արա։ Ոստիկանապետություն է սարքել։ Եվ դու դա անունը դրել ես խաղաղություն։ Խաղը լրված ես քո համար միջև կհասնի քեզ, իսկ քեզ հասնելու է։ Անպայման քեզ հասնելու է։ Այն բոլոր նրանց, ովքեր որ հենց նման կուտը ուտում են, առաջինը հենց իրանք էլ դուժում են։ Պայքարողները կձերբակալվեն, ինչ կանեն, իրանք պայքարելով միշտ մնում են ջրի երեսին։ Իսկ այն խեղճերը սկում ու խեղդվում են։ Եթե դու հայտնվել ես ջրում, մի անգամից հանձնվում ես, խեղդվում ես։ Իսկ պայքարողը շանս ունի փրկվելու։ Դրա համար այն չպայքարող են խեղճերը առաջինն են վարի գնում։ Այդքան է այսօր, այդ է ուզում ասեի, այնպես որ խաղաղությունը, որ ձեզ ուզում են կերցնեն, կներեք կոպիտ արտահայտվելուց համար, խաբուսիկ է, ժամանակավոր է, ընդամենը իրենց պետք է հաջորդ պատերազմին ձեզ անպատրաստ ձեր ընտրությունով այն ձեր տունը բերելու համար։ Դա իմ անձնական կարծիքն է։ Կուզեք ընդունեք, կուզեք մի ընդունեք։ Անցավ մնացեք։